Հարավ ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի հրապարակումները։ Եվ այսպես փաստ օրաթերթը գրում է. Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման թեմա են դարձել իշխանական շրջանակների կողմից կիրառվող խորհրդանշական ժեստերը, խոսքը հատկապես այն հայտնի սրտիկի մասին է, որը իշխանության ներկայացուցիչները ցույց են տալիս հանրային հանդիպումների ժամանակ եւ ցանկանում են դարձնել իրենց նախընտրական խորհրդանիշ։ Օգտատերերի մի հատված ուշադրություն է հրավիրում, որ այդ ժեստը որոշ դեպքերում հիշեցնում է թուրքական ծայրահեղական գորշ գայլեր կազմակերպության հայտնի տարբերանշանը։ Տարածվող մեկնաբանությունների համաձայն հարցը միայն արտաքին նմանությունը չէ։ Շատերը նշում են, որ խնդիրը առաջին հերթին իշխանության ընդհանուր քաղաքական ընկալումն է։ Եթե որևէ մեկի կողմից նման ժեստ արվեր սովորական պայմաններում, գուցե այն ընդհանրապես ուշադրություն չգրավեր, սակայն ներկայիս իշխանության գործողությունների եւ հայտարարությունների համատեքստում նույնիսկ նման մանրուքները սկսում են դիտարկվել այլ լույսի ներքո։ Իհարկե դժվար է ասել իշխանությունները գորշ գայլերի նշանն են ցույց տալի թե ոչ, բայց որ գորշ գայլերի գաղափարախոսությանն են ծառայում, դա շատ ավելի կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ հիմա ամենահայրենասիրական նշանները ցույց տա այդ նշաններով փորձի քարոզարշավ վարել, միևնույնն է հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը ծառայում է թուրքական շահերին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հայ առաքելական եկեղեցու հերթական կադրային փոփոխությունն է արձանագրվել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտնել է, որ Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից եւ կոչվել հանգստյան իր գրավոր եւ բանավոր դիմումների հիման վրա։ Հայրապետական տնօրինությամբ Մակար եպիսկոպոս Հակոբյանը Սյունյաց թեմի առաջնորդը համատեղության կարգով նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։ Օրաթերթը հիշեցնում է, որ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի անունը տարիներ շարունակ հայտնվել է մամուլի հրապարակումների կենտրոնում նաև տնտեսական գործունեության թեմայով։ Մասնավորապես տարբեր հրապարակումների համաձայն Վայոց ձորի մարզում գործող մի քանի փոքր հիդրոէլեկտրակայաններ կապվում են նրա անվան հետ։ Հերմոն համայնքի ղեկավար Գայ Օհանյանը դեռ տարիներ առաջ Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը, նշելով, որ գյուղի տարածքում գործող ոչ թե 2, այլ 3 հեկերը պատկանում են Սրբազանին։ Երեք այս որոշումից հետո, երբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը տեղեկացրեց, կարծեմ իշխանական լրատվամիջոցներից մեկին մեկնաբանություն էր տվել թեմի նախկին առաջնորդ եւ հայտարարել էր, որ իբրև թե ինքը 10 տարի առաջ է նման դիմում գրել, ակնհայտ է, որ իշխանությունները հասկանում են, որ կորցնում են իրենց դիրքերը, կարող են ճնշում բանեցնել նաեւ այս մարդու վրա, որպեսզի ինքը հայտարարի, որ դա նախկինում տրված դիմում էր, որին հիմա է ընթացք տրվել։ Հրապարակ թերթը գրում է. Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած ճամբարափոխությամբ։ Ժամանակին ընդդիմադիր եւ Նիկոլ Փաշինյանին Սյունյաց ողջուններով դիմավորելու ակցիան կազմակերպած Արուշանյանը, որը կալանք կրեց 2021 թվականին էլ Հայաստան Դաշնքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար եւ վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել, բայց նա փորձում է 2 լարի վրա խաղալ։ Համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու։ ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է եւ նախորդին ինքնական միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։ Հենց այդ քայլն է ըստ լուրերի Յոլյանի համար որոշիչ դարձել։ Նա մեր տեղեկություններով ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի առաջարկը եւ առաջիկայում կհայտարարի այդ մասին։ Գիտեք, Հայաստանում շատ համայնքապետեր կան, համայնքի ղեկավարներ կան, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, բայց այստեղ հակասականը նաև Արուշ Արուշանյանի նման դիրքորոշումն է եւ խնդիրը նրանում չէ, որ ինքը հիմա ասենք չի աջակցում Հայաստան Դաշնքին կամ ընդդիմությանը, խնդիրը նրանումն է, որ
2021-ին 20 թվականին պատերազմից հետո իր հրապարակային խոսքը ցույց էր տալիս, որ իր անփոփոխ դիրքորոշումն է հանդես գալ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը զիջում է Հայաստանի շահերը։ Հիմա ինչ է փոխվել, որ այս մարդը արդեն ԿՓԱ-կան քարոզարշավին է մասնակցում, եւ սա նաև ցույց է տալիս Հայաստանում եղած էլիտաների կամ էլիտայի ճգնաժամային իրավիճակը, ցույց է տալիս, թե Հայաստանում էլիտա համարվողները որքան, գլխավորապես մեծամասամբ, որքան անսկզբունքային են, որքան հեռու են այն ընկալումներից, այն պատկերացումներից, որ պետք է ունենա իրական էլիտան։ Հրապարակ թերթը գրում է. Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ երեկ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության եւ ճակատագրի հետ կապված։ Գրել էինք, որ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի սկանդալային հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը, արդյոք կառավարությունը չի արգելելու այսուհետ գիտական գործունեությամբ զբաղվել։ Նրանց լուրեր են հասել, որ ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է, եւ նրանք նամակով դիմել էին ԿԳՄՍ-ին ու հոգաբարձուների խորհրդին հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։ Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հանգստացրել է, թե գնացեք ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկ ձեզ չի արգելելու եւ չի խանգարելու։ Արցախի բաժնի վերաբերյալ էլ հստակ պատասխաններ չեն հնչել։ Ասվել է միայն ինչպես աշխատում եք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ։ Սա կարծում եմ նախընտրական հանգստացման, հանդարտեցման փորձ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, որը նպատակ ունի վերընտրվելու Իլհամ Ալիևի աջակցությամբ, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի առաջադրմամբ աջակցությամբ չի կարող ի վերջո չփակել Արցախին վերաբերվող բոլոր կառույցները, գիտական կառույցները, ուսումնասիրությամբ զբաղվող կառույցները, որտեղ Արցախի կառավարությունից շենքը խլելու ցանկություն ունեցող Փաշինյանի կառավարությունը ստիպված է կատարել Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները, գուցե հիմա մի փոքր ոտները կախկցեն, Աստված մի արասցե, թե սրանք կարողանան կազմակերպել իրենց վերարտադրությունը, վստահաբար դրա ժամանակն էլ կգա։ Հրապարակ թերթը գրում է. Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը, որը պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի գծին առաջ տանել, պարզվում է Փաշինյանի աշխատակազմում օգնական աշխատելու ընթացքում մասնակցել է ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցություններին 2018-ից 19 թվականներին։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ն էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ 3 տարի ժամկետով, իսկ 1.5 տարի անց 2021 թվականի դեկտեմբերին Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։ Նա գրագրության մեջ է եղել մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիևի հետ։ Ասում են, նույն պատրաստակամությամբ ծառայել է նաև նախկիններին, մինչ Փաշինյանի օգնական նշանակվել է, պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, Թաշչյանը Հայաստանի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի։ Փաստորաթերթը գրում է. իշխանության կողմից վերջին շրջանում ակտիվացած մարզային նախընտրական այցելությունները ըստ տեղերից ստացվող տեղեկությունների հիմնականում անարդյունավետ են, չնայած նախօրոք իրականացվող իրազեկումներին, ամբողջ վարչական ռեսուրսի ներգրավմանն ու կազմակերպչական աշխատանքներին Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությունը համայնքներում ակնկալվող բազմապարտ հանդիպումներ չեն կայանում։ Օրինակ, վերջերս նոյեմբերյանում Մեղրիում, Ագարակում եւ այլ բնակավայրերում, ինչպես նշում են տեղացիները, կրկնվել է միևնույն պատկերը։ Իշխանության ներկայացուցիչները ժամանում են համայնք, երկխոսություն ունենում հավաքված փոքրաթիվ անձանց հետ, արվում է մի քանի լուսանկար եւ տեսանյութ, որոնք հետո տարածվում են պաշտոնական էջերում, եւ այցը ավարտվում է առանց լայն հանրային մասնակցության։ Ավելին, որոշ դեպքերում, օրինակ Ագարակում, Նիկոլ Փաշինյանին ոչ մեկ նույնիսկ չի էլ դիմավորել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. անցած հանգստյան օրերին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ ավտոբուսով քարոզարշավի էր մեկնել սահմանամերձ Սյունիքի մարզ։
ԿՊԱ-ականների այցը ակտիվորեն լուսաբանվում էր իշխանական տեղեկատվական հարթակներում, սակայն ուշագրավ մի հանգամանք չմնաց օրաթերթի ուշադրությունից դուրս։ Մարզի համայնքներից եւ ոչ մեկում վարչապետին համայնքապետերը չեն դիմավորել։ Օրաթերթը նկատեց, որ ամբողջ այցի ընթացքում Փաշինյանին եւ նրա թիմակիցներին ուղեկցում էր միայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Տեսանյութերի կադրերից մեկում մի պահ երևում է նաև Արուշ Արուշանյանը, Գորիսի համայնքապետը, որի անունը բարևելիս, ինչպես երևում է կադրերից, Փաշինյանը հավանաբար չէր հիշում եւ նրան բարևեց պարզապես համայնքապետ դիմելով։ Միևնույն ժամանակ իշխանական քարոզարշավի կադրերում չեն երևում Մեղրի, Կապանի եւ Քաջարանի համայնքների ղեկավարները։ Այս հանգամանքը առավել ուշագրավ է, եթե հիշենք, որ այդ համայնքների ղեկավարները նախկինում համարվում էին իշխանության ամենակոշտ ընդդիմախոսներից։ Նրանք ժամանակին դիմավորել էին միավորվել էին ներողություն Վայե Հակոբյանի շուրջ ձևավորված Վերածնվող Հայաստան կուսակցության մեջ եւ ընդգրկվել Հայաստան Դաշինքի կազմում, աջակցելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս համայնքապետերը, բացի Կապանի համայնքապետից, որը եթե չեմ սխալվում, ի սկզբանե չէր միացել ընդդիմությանը եւ այս պահին կարծեք թե աջակցում է Արման Թաթոյանին, մնացած համայնքապետերը խիստ ընդդիմադիր կեցվածքից դարձել են իշխանություններին ծառայող Քաջարանի համայնքապետը, մյուս համայնքապետերը չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունենար նրանք վազելով ուղղակի չգնային Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, չմոռանանք, որ Փարամազյանը վարդերով եւ խոնարհաբար դիմավորել էր անգամ Աննա Հակոբյանին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ իշխանության ներսում ակտիվ քննարկվում է առողջապահության եւ սոցիալական ոլորտների կառավարման նոր մոդելի ներդրումը, որի շրջանակում պետք է միավորվեն առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները։ Կառավարությունից օրաթերթին հասած տեղեկություններով այդ նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որը ակտիվ աշխատում է, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Ըստ օրաթերթի աղբյուրների քննարկվող նախագծի վրա աշխատանքները արդեն բավական առաջ են գնացել եւ մտնում են վերջնական փուլ։ Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից համակարգը ամբողջությամբ վերափոխելու նպատակով, սակայն կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ չի ընդունվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արդեն 1 տարի է օրաթերթը հետևողականորեն փորձում է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արփիդ Ավոյանի հետ առնչվող քրեական վարույթը, որը 2023-ից քննվում է, սակայն ստացվող պաշտոնական պատասխանները ոչ թե պարզաբանում են իրավիճակը, այլ ավելի շատ հարցեր են առաջացնում։ Հիշեցնենք, օրաթերթը գրել էր, որ 2018 թվականին Պետ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփիդ Ավոյանը։ Նախնական տեղեկություններով նա ՍՊՆ-ներ է հիմնադրել, ինչ որ ներդրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականին ապրիլից հետո Պետ քննչականում անգամ հարցաքննվել է։ Օրաթերթի վերջին հարցման ի պատասխան գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, թե արդեն իսկ նույնաբովանդակ հարցման պատասխան տրվել է նախկինում, օրաթերթը ուսումնասիրեց ստացած բոլոր պաշտոնական գրությունները եւ պարզեց, որ խոսքը մոտ 1 տարի առաջ տրված նույն պատասխանին է վերաբերվում, որի բովանդակությունը բառացիորեն հետեւյալն էր եւ կրկնվում էր։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփիդ Ավոյանը հարցաքննվել է որպես վկա եւ այլ դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթը նախաքննությունը շարունակվում է։ Նամամուլում նաև տեղեկություններ են հայտնվել, ըստ էության սա Թուրքիայից կազմակերպված ներդրումների մասին է։ Արփիդ Ավոյանը, եթե այդ ժողովրդական տերմինաբանությունը օգտագործենք, Թուրքիա գնացող առևտրական է եղել եւ գուցե հենց այդ ընթացքում է այդ խնդիրը արձանագրվել միջև իշխանահանձնման գործընթացը եւ հիմա էլ այս հարցը քրեական գործը առաջ եկավ, երբ եթե հիշում եք մամուլը գրում էր, որ քաղաքացիական պայմանագրի ներսում Արփիդ Ավոյանը որոշակի վեճ ունի, վեճը առաջացել էր այն բանից հետո, երբ ազատվեց արդարադատության նախարարը եւ ինքը հույս ուներ արդարադատության նախարար դառնալ, չստացվեց, քաղաքացիական պայմանագրում չքվեարկեցին իր օգտին, տապալվեց իր առաջադրումը, հետո երևի թե
այսպես ասած բզիկները բռնել էր, որոշել էր թե Նիկոլ Փաշինյանին կարող է դաս տալ, Փաշինյանի իշխանությունը միանգամից հիշեց մինչև 18 թվականը եղած քրեական գործը Թուրքիայից ներկրված ապրանքների մասով։ Եվ երբ Արփի Դավոյանը ըստ էության փորձել էր որոշակի ատամ ցույց տալ քաղաքացիական պայմանագրի ներսում կամ դաս տալ Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանի իշխանությունը միանգամից հիշեց մինչև 2018 թվականը եղած այդ քրեական գործը։ Այսպիսին են իշխանության ներսում եղած բարքերը, քրեական գործեր երևի թե նյութեր նախապատրաստված են բոլորի դեմ, բացի Նիկոլ Փաշինյանից, եւ ըստ անհրաժեշտության դրանք դաշտ են նետվում, ակտիվացվում են եւ այս կամ այն падգամավորը հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում։ Հովիկ Աղազարյանը ձեզ համար լավագույն վկայություններից մեկը։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48